Օկուպացված Արցախում դարձյալ լայնամասշտաբ հրդեհներ են բռնկվել, ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Քարվաճառի լեռնային հատվածներից կրակները տարածվել ու հասել են մինչև Քաշաթաղ, իսկ ուժեղ քամիները եւ դժվար անցանելի տեղանքը առավել բարդացրել հրդեհի մարման գործընթացը, սակայն այն շարունակվում է։ Մինչդեռ հիշեցնեմ, երբ նախորդ անգամ բռնազավթված երկիրը դարձյալ կրակների ճիրաններում էր, հայ փորձագետները ահազանգում էին, որ իրականում ադրբեջանական իշխանությունները Արցախը կրակին տալով փորձում են վերացնել մեր մշակույթը։ Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետներ կսահմանվեն վարչական եւ քաղաքացիական գործերի համար 6 ամիս։ Արդարադատության նախարարը հայտնել է, որ ժամկետը կերկարացվի միայն պատճառաբանված որոշմամբ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն քաղաքացիական եւ վարչական դատավարական գործընթացներն ամբողջությամբ թվայնացնելուց հետո, ինչպես նաեւ մինչեւ 2 միլիոն դրամի գործերը նոտարներին եւ արբիտրաժին փոխանցելով, մեր երկրում դատարանների ծանրաբեռնվածությունը արդեն շուրջ 80% նվազել է։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել քրորի 436-րդ հոդվածով, հայտարարել միջպետական հետախուզում, սակայն դատարանն այսօր մերժել է վերջինիս կալանավորելու քննիչների միջնորդությունը, դատախազությունը որոշումը կբողոքարկի վերաքննիչ։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգեվորականները վերահաստատել են հավատարմությունը ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսին, դատապարտելով հակաեկեղեցական արշավը։ Նրանք քննադատել են նաեւ այն սպասավորներին, ովքեր հանդես են եկել իրենց բնորոշմամբ պառակտիչ դիրքորոշումներով, խախտելով եկեղեցական կանոնակարգը։ Հայտարարությունում հոգեվորականները նշել են, որ պատարագի ժամանակ վեհափառ հայրապետի անունը չհիշատակելն աղավաղում է Սուրբ Պատարագի իմաստը։ Իդեպ Մասյացոտնի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայրը Հակոբ Քահանա Սարոյանը հայտարարությանը չի միացել։ Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի մինչեւ 6 տարեկանը լրանալը տրամադրվող 50,000 դրամ աջակցությունը դառնում է մշտապես գործող պետական նպաստ, եթե դիմումատու ծնողը Հայաստանի քաղաքացի է։ Երեխայի ծննդով պայմանավորված պետական նպաստների տրամադրման գործընթացում փոփոխություններն ուժ կստանան 2026 թվականի հունվարի 1-ից, արդեն նույն թվականի սեպտեմբերին եւ դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը գործադիրը կսահմանի 500,000 դրամ անկախ կարգաթվից։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։